Շարունակելով Ռոմի հետ կապված թեման, մի կարևոր բան էի բաց թողել, ճիշտ չի լինի, որ չնշեմ հիշատակների հետ կապված արժանավոր մարդկանց։ Ուրեմն նայեք, մեր թվարկությունից առաջ 66 թվականին Պոմպեոսը Տիգրան II-ի հետ կնքում է պայմանագիր, այդ նվաստացուցիչ պայմանագիրը, որով Հայաստանը համարում է ճակերտավոր դաշնակից, էլի ոնց որ հիմա Ռուսաստանին։ Այն գլխից գալիս է այդ թեման։ Ուրեմն մեր թվարկությունից մտա 66 թվականին, երբ որ հայոց արքան ուներ 60,000 հեծյալ միայն, չհաշված հետևակը, ընդդեմ ռոմեական 60,000-անոց զորքի լեգիոնների։ Ու դրանից անցնում է 13 տարի ընդամենը, և մտա 53 թվականին, ինչ է տեղի ունենում, Մարկոս Կռասոսը, այդ 3 կոնսուլներից, ռոմեական 3 կոնսուլներից մեկը, ամենահարուստ բաներ, տենց կոնսուլներ Ռոմի, Պոմպեոսից հետո արշավում է էլի դեպի արևելք, որոշում է պարսիկներին հաղթի, գալիս է և Հառանի ճակատամարտում, կարի են ասում ռուսերեն, հայերեն Հառան է գալի։ Ուրեմն ընդամենը պարթև մի իշխանազուն, երիտասարդ, տարիքը կոնկրետ հայտնի չի, ասում են 23-ից 25-26 տարեկան է եղել, պատկերացնում եք, Սուրեն անունով, որոշ տեղերում նշում են Սուրեն, որոշ տեղում կոչում են Սուրենա, Սուրեն էլի հայերեն։ Այդ իշխանազունը, երիտասարդ, 10,000 հեծյալներով ջախջախում է ռոմեական 45,000-անոց լեգիոնները, Մարկոս Կռասոսի 45,000 լեգիոնը 10,000 հեծյալներով, ես ման կա, սա ինտերնետը, բոլոր ինչքան կարող էի օգտագործեցի, որ ասենք մտածում կարող է էլի տես բան եղել է, չէ, ասենք, ոնց է, չգտա տես բան, ոչ մի տեղ տես բան չի ելել դրանից հետո, դրանից առաջ, որ Հռոմը տես խայտառակ պարտություն կրի 45,000 զորքին, ուրեմն, որ մենք խոսում էինք մոնղոլների թեման, ինչի եմ ես արտակարգ այս հարցը նորից շոշափում, որովհետև մոնղոլների պահով, որ մենք խոսում էի, բացատրում էի, չէ, ոնց են իրենք ապահովել իրենց նետ ու աղեղների այդ հոսքը, հսկայական քանակությունների, միլիոնների, առաջի անգամ փաստորեն ոչ թե Տիմուչինն է դա օգտագործել ռազմական պատմության մեջ, այդ Սուրենն է օգտագործել առաջի անգամ 10,000 հեծյալներով, իրա փողերով վարձած, քարավաններով վերել է նետերը, քարավաններով, միլիոններով երևի ասենք, հեսա կբացատրեմ, ուրեմն 45,000-անոց այդ լեգիոնը, քառակուսի համակարգը, որ խոսում էինք, դաշտի մեջ հեծյալները շրջապատել են մեծ տարածությունից ու սկսել են կողքերը շրջապատվել այն հեռավորությունից, որ կարող են կրակեն, ասենք 150 մետր ինչի 100, մինչև 300 կրակում են, բայց 150-ից լավ են կրակում, ամել հաշիվը ոնց է, որ զրահը լավ ծակում է, իսկ հռոմեական լեգիոնները, որ այդ իրանք գցում են, այդ իրանց կարճ նիզակները, այդքան չեն կարող գցեն, հաշվարկը դա է, այսինքն հակառակորդը քեզ չի խոցում, դու հակառակորդին խոցում ես, լեգիոնները մոտ մարտի համար են, ձեռնամարտի համար են հիմնականում, նախատեսված, իսկ դու ձեռնամարտի չես գնում, տակտիկա է, տեխնոլոգիա է, էլի այս նույն շղթան է, չէ, ինչի համար եմ ես արտահերթ խոսում, ինչի համար, որ ասենք պատկերացնում եք ընդամենը 13 տարի անց, երբ որ հայերը պայմանագիր կնքեցին
Ղազագիր կնքեցին Հռոմի հետ, այսպես ասած, 13 հատ տարի հետո ընդամենը մի հատ 25 տարեկան երիտասարդ Պարթև 10,000 հետ 4.5 անգամ քիչ քանակության զորքով այդ համաշխարհային հանճարը հռոմեական լեգիոններին ջախջախեց այն կարգի, որ 20 մոտարապես 25,000 պարզապես սպանեցին, պարզապես նետերով։ Մի ամբողջ օր առավոտից իրիկուն, այտենց հնձում էին, հռոմեացիք սպասում էին, դե պետք է պրծնի, իրանց հաշվարկը ոնց է, որ միշտ պրծնում է, չի պրծե։ Քարավաներով ուխտերը բերում էին, ասենք հատուկ մարդը հաշվարկել էր, հենց դրա համար, որ կեր ինքը 10,000-ով էլ է 45,000-ի դեմ, որտեղ հաշվարկել էր, որ դրանց պետք է նետերով պետք է հեռվից պրոստի հնձի։ Մի ամբողջ օր ոչնչացնելուց հետո հռոմեացիք նահանջեցին, մի կերպ փախան, 20,000 մեռավ։ Երկրորդ օրը նույն ձևի էլի ընկան հետևներից, մինչև էլի ելան փախան, որոշեցին ելնեն սարերը բարձրանան փախնեն Սիրիայի աներով, էլի չկարողացան, ճամփին 10,000 գերիվ եկալեցին, քշեցին դեպի արևելք, ինչ-որ գործ ունեին շինարարական, ճանապարհ բան պետք է սարքեն, քշեցին ընդե 5-ից 6,000 լեգիոններ փախել են, ասենք Սիրիայի սարերը, այդ հայկական միջակայք կոչվածը, փախել են ընդե ու տես փրկվել են 5-ից 6,000, մնացածը 10,000-ը գերի, 20 մոտարապես ինչքան անում, 27-28,000 էլ ոչնչացրեցին, ընդամենը 10,000 հեծյալներով, սա նրա համար, որ տեխնոլոգիան ոնց է հարցը լուծում, երիտասարդը, այդ հանճարի տաղանդավոր երիտասարդը, իրանց առաջ ոչ մեկը դες բան չէր մտածել, ես հատուկ շեշտում եմ էլի, հանճարա, ռազմական հանճար է եղել, եւ ինչ տեղ ունեցավ, այդ Պարսից շահը արքա էր ինչ էր արշակունների, նախանձից, այդ տղունք 6 ամիս մոտարավ կես տարի հետո բռնել տվին սպանին, բանտարկեց սպանեց, թարախ Պարսիկ արքան, Վորոդեր ինչ էր, Վորոդեսեր ինչ էր, պատկերացնում եք ինչա տեղ ունեցել, անարդար բանա տեղ ունեցել, այդ տղեն հռոմեական կայսրությունը պրոստը ջախջախել է, ասեմ, դրանց հետո մոտարապես 50 տարի արևել չեն եկել հռոմեացիները, որ պատկերացնում եք խայտառակ ջախջախել է, այդ 7 հատ լեգիոնի արծիվ, այդ որ ձեզ տնկում են, վերել է տվել է իր արքային, այդ Կռասոսի գլխի հետ, որը որ վերեցին Արտաշատ բան, Բաքու ուսումների բան, այրը մենակ էդ են սիրում ասեմ, բայց որ այդ հանճարեղ այդ տղեն ինչ արել, այդի չեն նշում, հանճարը էլի, այդ ռազմական տաղանդ է, 7 լեգիոն արծիվ պլեն էին ընկել, դրանց հետո եսի ինչքան փող ու արծաթ, եսի քանի տաղանդ հռոմեացիք մուծվել են երկար ժամանակ հետո, մինչև այդ արծիվներին հետ են տարել, որովհետև այդ արծիվները, ասենք այդ արծիվը որ կորումավ, այդ լեգիոնը չկա, մեռավ, պատկերացնում եք ինչա տեղ ունեցել, ու այդ հոյակապ երիտասարդին այդ անձնավորությունը Պարսից արքան ստորաբար, պարզապես դավադրաբար բռնել է նախանձից, կտրել է այդ տղու ճամփեն, հարկ համարեցի, որ անպայման նշեմ, որտեվ եթե մենք համարում ենք, որ արդարությունը արժեք է, արժանապատվությունը արժեք է, ասպետությունը արժեք է, ուրեմն պետք է հարգենք այդ բոլորի մոտ։ Հաջորդը այս թեմայի հետ կապված մոնղոլների, արդեն հետ են գալի մոնղոլներին, արագ անցնում ենք էլի, հարց առաջանում չէ, որտեղից այդքան նետեր, միլիոնավոր, ոնց են կարողացել մոնղոլները, որտեղից իրանց այդքան նետեր, ասենք ասելը հեշտ է, պատկերացնում եք,
կամ այդ հսկայական տարածությունը ոնց են անցել։ Նախ տարածությունները ոնց են սպասարկել, լոգիստիկան ոնց է տեղ ունեցել։ Մոտ տարածությունների մեջ, ասենք հիմնական ոնց է, դա հին աշխարհում եղել է մի օրվա ճանապարհի, հանգիստ ճանապարհի հետ կապված։ Դրանք այդպես յամաներ է կոչվել։ Համակարգ էլ է, յամաների համակարգն էր։ Պահակակետեր էլ ճամփորդական, որ ասենք հասնում է ոնց է, քարավանն եկավ, հասավ էս տեղը, դե ապահովված է, ասենք պահակազոր կա, կայազոր կա, ասենք հանգիստ ջուր կա, ուտելու բան կա, քնելու տեղ կա, ձիերի համար եւ այլ եւ այլ։ Այդ յամաների համակարգը բոլոր ճանապարհների վրա հիմնական, ոնց որ ասենք կարևոր էլի լոգիստիկա 270 հատ մեծ կենտրոն է, դա ավելի շատ էլ է, հիմա ասենց են հաշվում։ Ավել չեմ ասում, ինչ գիտեմ, ինչ լսել եմ, այդ եմ ասում։ 270 յամաներ, ուրեմն ամեն յամայում, բացի որ անցկում են այդտեղից լոգիստիկ խնդիրների հարցը լուծումը, բացի դրանից, ամեն յամայում 10,000 հատ նետ պատրաստ դա միշտ պետք է լինի։ Ամեն յամայում։ Բացի դրանից, ուրեմն սագի փետուրով, կաշիներով եւ էլի լիքը մի քանի վարիանտով, տարբերակով, ուրեմն այդ նետերը սարքել են 450,000 արհեստավորի ընտանիք միայն աշխատել է ռազմական արդյունաբերության վրա, մենակ նետերի վրա չէ, ռազմական ընդհանուր, այսինքն մանուֆակտուրաների համակարգը էլ է, ուրեմն մի մանուֆակտուրան մենակ սովորական 12 հեկտար տարածության վրա քաղաքի նման պատկերացրեք ու ջուրի կասենք մանուֆակտուրա է դա մենակ այդտեղ արհեստանոցներ են եղել, որտեղ ասենք այդ նետերի ծայրերը երկաթից պետք է թամեին, երկաթ պետք է լիներ տոննանով հաշվում ես, ասենք ես հստակ ստե իմ համար նշումներ եմ արել, որտեղ հենց այնպես խոսալը այդպես հեշտ է, էլի, հենց այնպես խոսանք։ Ուրեմն մշտական մեծ պահեստներում միայն 85 միլիոն նետ է եղել, չհաշված մանր ճանը յամաները չեմ հաշվում, մեծ ասենք պահեստներում, պատկերացրեք 85 միլիոն միայն մշտական պահեստներում։ Յամաներում ասեցի 15,000 տոննա երկաթ, մենակ գնացել է նետերի ծայրերի վրա, 15,000 տոննա։ Հաշվար կա էլի, արել են, հիմա գիտնական հնագետները, այդ պատմաբանները, սիրում են, չէ, հաշվել են Չինաստանի հիմնականում չինական աղբյուրների պատմական, ոչ թե մոնղոլական, որտեղ Չինաստանը գրավել են ընդ եւ այլն։ Այսինքն այդ հաշվարկով մենակ 100 միլիոն նետ մի հանքը ապահովել է։ Ուրեմն օրական միջինը 3,5 միլիոն նետ են արտադրել ամեն օր։ Ուրեմն 300,000 ձի միջինը ունեցել են, միջինը, որից տարեկան այդ հաշվարկով, որ 6 տարին մեկ անկում է ձին, այդ պատերազմների ծանրության եւ այլ, տարեկան 50,000 ձի անկել է, ու այդ ձիները իրանք այդպես չեն փչացրել։ Այդ սա ոսկորները գնացել է ու ոչ միայն այդ ձիերի։ Կաշիները, ոսկորները չէ, էփել են գնացել է կլեի վրա, որտեղ կլեն օգտագործել են այդ նետերը սարքելու համար, չէ, կլե է պետք, ոնց այդ կլեն, դի ասելը հեշտ է։ Պատկերացնեք ինչ արտադրություն է, ռազմական արդյունաբերություն են ունեցել, հստակ այդ մոնղոլները 7 տեսակի նետեր են ունեցել, 7 տեսակի, ասենք հեռու 300 մետր խփող նետեր, մոտիկ 150 մետր որ զրահածակող նետեր, տարբեր բռանի բոյնի բան էլի ոնց որ ասում են, տարբեր տեսակի հատուկ թույնավոր նետեր, հատուկ սուլացող նետեր, ոսկորից ինչ որ բան ամրացնում են ծայրի հետևից, շվցնելով էթում է էլի, ասենք էդի նշաններ, բան ասենք աժդանշանների համար են օգտագործել, հատուկ վառելու համար, հատուկ պատկերացնեք ինչ է, հատուկ պարանները կամ ցիցերը գցելու համար, որ ասենք ոնց որ ասես վիլկաաբրազնի է, էլի, ասենց ասած,
հատուկ նետեր են սարքել, որ ասենք նենց են խփել, որ էդ էլ են գցե։ Հատուկ եթե ուզում են գերիվ եկալեն, բութ նետեր են առանձնական էշիկ դրել, խփել են, որ մարդուն ուշքը գնան գերիվ եկալեն։ Ասենք, չէ, մեր ժողովրդին ի՞նչ է հետաքրում, չէ, ոնց ասենք, խորովածի մատերիալը ինչից պետք է լինի, ասենք կողերա, չալաղած, այս բաներ է հետաքրում։ Ինչ կարիք կա, ասենք հիմար բաներից մտածենք, ասենք թե նետերը, աղեղները, բան։ Չեմ ասում։ Այդ 1021 թվին, որ սելջուկները եկան, ասես մտան, ասես անցան, ասենք հասկանում եք ինչ եմ ուզում ասում։ Այդ թվերին մարդիկ ասես բաներով են զբաղվել։ Համար էլ ասենց եկել են կարակի նման ասես մտել են ու անցել են, որովհետև ուրիշ ազգերը խորոված էին անում, բան էին անում, իրանք բանուգործ չունեն, նետ ու աղեղ սարքեն, ասենք արբալետը այդ ժամանակ հայտնի էր, ասենք հայերի ինչին էր պետք, որ իրանք արբալետը հայերի ինչին է պետք, իրանք պետք է արբալետը իմանան ինչ բան է, շատ պետքներն է, իրանք կարան պարկելու դիրքերը ուսումնասիրեն, ինչ էր, որ ասենք այդ իշխանները, բաները, արբալետը ինչ են անում, կամ պետք է նետ ու աղեղ արտադրեն միլիոնավոր քանակությամբ, հեչ պետներն է իրանց, ով որ կգա ասում է, ոնց է ասում, իրանք է փալանն են էլ, ասում ով կգա, տեր կգա, կարևորը ժամանակին տերերը փոխ են շուշուտ, ասենք, կռային, թե որ կողմից որ տոն պետք է փախնեն, լացելու բան է, այս տեխնոլոգիաների համար, կարճ, ընդամենը երկու բան, որ Սուրենի պահը նշեցինք, հարգելով հանճարին, որ ասենք ոնց է կարած է 25 տարեկան տղեն, տես բան էլ չի էլ է, Հռոմի իր այդ պատմության մեջ, Հռոմին ջարդել են, ասենք Կարթագեննա ջարդել, Հանիբալնա ջարդել, չէ, ասենք դրանից հետո գալերն են ջարդել, լղկել են, գերմանական ցեղերն են լղկել, բայց ու տենց որ լղկել, այդպես խայտարակ մաթեմատիկական հաշվարկով է, ոչ թե ասենք տապորով, բանով ընդ եսի քանի 100,000-ով հասնեն, ասենք թուրու թվանկով այդ գալերը, գոթերը, գիտեք դրանք ոնց են կռում, տապորներով եկավ մի 3 մետրանոց ջանդակով, չէ, մաթեմատիկա, 45,000 լեգիոներ, 10,000 հեծյալ ու մի հատ հանճար, այդպես ալ, տեխնոլոգիաների, կրկին նշում եմ, հայր ջան, շատ կարևոր բան է, մեր երեխեքը եթե սես բաներ մտածեն, ես կասկած չունեմ, որ ցանկացած իրավիճակից հնար կգտնեն, որտև հնար միշտ կա, չկա տենց ձև, որ հնար չկա, ազգերի բանով էլ, ասենք անհատը կարա մեռնի, ասենք սիտուացիա ստեղծի, որ անհատը ասենք մեռնում է, բայց ազգը սպանելը մի քիչ դժվար բան է, պարտվելը եւ եթե ինքը պատրաստ է մինչեւ պայքարելու ոչ թե կենաց ասելու։ Համար հիշենք Պարթև Սուրենին, իմիջայլոց նորից նշեմ, որտեղ մարդուն որ հիշել ենք, ես ման եկա, ուրեմն Սուրենների ցեղը Պարթևական իշխանական տոհմա է։ Ոնց որ մեր մոտ Բագրատունիներն են թագադիր ասպետ, չէ, ուրեմն Պարսից արքաների թագադիր ասպետները հենց այդ ինձ ցեղն է, Սուրենի ցեղն է, որ թագը դնում են, չէ, մենակ իրանք իրավունք ունեն, այդ տղեն է, ու այդ տղու գլուխը այդ իրա պիղծ ստոր թագավորը արքան այդպես կերել է, որտեղ ասենք ինչ հանճար կարա լիներ, 30 տարեկան չկար այդ տղան, 25 տարեկան գլուխ կերել են, մի մարդա տարե, ու մի մարդը տենց հաղթել է, ասում մի հատ կրակեց, բայց ումը խփեց, որ պատկերացնենք Մարկոս Կռասոսը բանը, հարուստ եկել էր, էդի ոնց որ Ամերիկայի նախագահը Տրամպը եկել էր խոսքի Իրանին հաղթելու, մեկ էլ ընդից էլ լավ Սուրենը մի հատ հոպ արեց ու Տրամպը գլուխ կոնցի թավալվեց գետին, ընկավ սատկեց, էլի, պատկերացրեք, այդ ինչ մասշտաբ է, Հռոմի ամենահարուստ մարդը, համե կոնսուլը, էդի պատկերացրեք, էլի, հիմա որ ում հետ կարաք համեմատեք, մեկ է մեկ ջահել 23-25 տարեկան տղա,
10,000 զորքով, 4,5 անգամ քիչ քանակությամբ։ Հանճարները ոնց են ելնում, առանձնահատուկ մեծ հարգանք այդպիսի հանճարների հանդեպ։ Մեր հայերին էլ, մեր սերունդներին էլ ցանկանան, որ այդպիսի հանճարներ ծնվեն, հայտնվեն, դրսևորվեն, որպեսզի այդ անելանելի, անհնարին վիճակներից հնար վիճակ գտնեն ու խաղաղություն, մաղաղություն չուզեն։ Ոչ թե որ խաղաղությունը լավ բան է, ես խաղաղության դեմ չեմ, ես խաղաղություն պարտության գնով դա ումն է պետք, պետք է մենակ ստրուկներին է պետք։ Լավ ելեք։